Ողջույն բոլորին եւ բարի գալուստ Python-ի դասընթաց։ Տարբեր կողմերից կարող ենք մոտենալ Python սկսելուն, բայց ոնց էլ անենք, ինչ ծրագիրեր գլենք, մենք ի վերջո ուզենալու ենք բարձել այդ ծրագիրը ճիշտ է գրված թե սխալ։ Այսինքն մեզ պետք է լինելու տեսնել, թե ինչ է արտածում, ինչ է տպում այս մեր ծրագիրը, տեսնելու ինչ որ հաշվարկ որ կատարել է ճիշտ ասել թե չէ։ Մեզ պետք է լինելու տեսնել, թե ինչ է տպում այդ մեր ծրագիրը։ Դրա համար տրամաբանական կլինի սկսենք հենց տպելու համար նախատեսված հրամանից։ Python-ում այդ հրամանը print-ն է։ Գրում ենք print, հետո բացում ենք բաց փակագիծ, այսպես, ահա։ Ու այս սրա մեջ կարող ենք գրել ցանկացած թիվ, օրինակ 509-ը։ Եվ հիմա եթե այս ծրագիրը աշխատացնենք, մենք կտեսնենք, որ ելքում ստացանք այս 509 թիվը։ Այս գրելաձևը մենք պետքա պահպանենք։ Պետքա գրենք print ու պետքա թիվը գրենք այս բաց փակագծերի մեջ։ Բացատներով այս sense պատմությունները եթե անենք, էլի ճիշտ կհամարի Python, ուղղակի շատ ոչ ընթեռնելի կլինի, դրա համար խորհրդատրվում այդպես չվարվել։ Այսպիսով, այս գրելաոճը պահելով մենք կարող ենք տպել թվեր։ Եթե ուզենանք տպել ինչ-որ տեքստ, կարող ենք գրել print ու դնել չակերտ, կամ այսպես երկուական չակերտ, կամ մի հատի կանոց չակերտ, այս երկու ձևը կփորձենք եւ գրել ինչ-որ տեքստ, օրինակ hello, ու եթե սա աշխատացնենք, ելքում կտեսնենք այս hello տեքստը։ Եթե սրա փոխարեն դնենք այս մի հատի կանոց չակերտներից, ծրագիրը կրկին կաշխատեր ճիշտ։ Կարևորը այն է, որ հանկարծ տարբեր տեսակի չլինի մի կողմում երկու տեսականի, մի կողմում 5 տեսակի։ Այդ դեպքում Python-ը կբողոքի, syntax error նշանակում է գրելաձևի սխալ, կասի, որ sense բաներ չի կարելի անել։ Այս երկուսի մեջից կարող եք ըստ ճաշակի որոշել որն է ձեզ շատ դուր գալիս, երկու ոճն էլ լրիվ ընդունելի ոճեր են։